Պարոն Դանիելյան, շնորհակալություն ինֆորմացիան տրամադրելու համար, քանի որ դուք այդ պայմանավորվեցիք, ես աշնանը Ծովագյուղի մասով տարածքում տնկված ծառերի մասով եմ գնացել այնտեղ մոնիտորինգ արել, դեռ տնկվում էին։ Եթե այդ մաս եք գնալու, խնդրում եմ դա էլ գնայեք, տեսնեք։ Պարոն Ղազարյան, թույլ տվեք։ Սևան ազգային պարկը տրամադրել է ինֆորմացիա, ընդհանուր Սևան։ Պարոն Ղազարյան, դուք խանգարում եք։ Պարոն Ղազարյան, դե ձեզ լռեցնեմ, դուք եք լուռ։ Սևան ազգային պարկը տրամադրել է Սևան ազգային պարկի տարածքում ինչքան ծառա տնկվել, ինչքան տնկի, ինչքան հեկտար։ Պարոն Ղազարյան, թույլ տվեք։ Բացի այդ ասում ենք, որ պետք է թույլ տալ եզրափակիչ ելույթ։ Ինչ վերջտանք։ Երբ որ դուք գնաք, կպարզեք, թե դրանից ինչքանն է տնկվել այդտեղ, կարող է ուրիշ տարածքներում է տնկվել։ Շենքը, Պարոն Ղազարյան, դե լավ Պարոն Ղազարյան ջան, շենքը տեղում է, ծրագրով նախատեսված էր դրա վերազինումը։ Գավառում մաքրման կայան կա, Գավառ քաղաքի մաքրման կայանը կա, դրանով նախատեսված էր ընդամենը 1 փուլ վերազինում։ Դրանից հետո մենք նախատեսում էինք դա էլ ավելի զարգացնել մինչև կենսաբանական մաքրում։ Հիմա խնդիրը դրված է միանգամից կենսաբանական մաքրում։ Դա ձախողում ես չեմ համարում, որտեվ այդ ժամանակ մրցույթ է իրականացվել եւ մրցույթին ուղղակի մասնակից չի ունեցել։ Ուղիղ գնման համար, եթե մենք տեսնեինք մարդիկ, կհրավիրեինք այդ մարդկանց, եթե նման ձեռնարկատերեր լինեին, կտեղեկացնեինք, որ նման մրցույթ է լինելու։ Դրանից հետո աշխատանք ենք տարել պարզելու, թե ինչ ներուժ կա մեր շուկայում, մեր շուկայից դուրս, որ կարողանան գան մասնակցեն։ Եվ բանի մասով ծրագրի արդյունքներն էլ բավականին հետաքրքիր են եւ շատ լավն են, բազմաթիվ ուղղություններով են եղել, այդ թվում նաեւ գյուղատնտեսությանը ուղղված, այդ թվում նաեւ քիչ ջուր պահանջող մշակաբույսերի արտադրությամբ։ Այսօր այդ ձևավորվել է մի հատ հրաշալի ֆերմերների խումբ այդ ծրագրի արդյունքում, ովքեր ցածր ջուր պահանջող մշակաբույսեր են աճեցնում, որոնք բարձր արժեք ունեն, օրինակ բրուսելյան կաղամբ եւ այլն։ Այդ բույսերը սկզբնական օգնություն ստացած ֆերմերները աճեցնում են, տրամադրում են նաև մյուս տնտեսություններին, մյուս համայնքներին, այնտեղ են աճեցնում, հետո միասին իրանք նվաճարք են իրականացնում։ Սա, ասենք, շատ կարևոր ձեռքբերում է ինձ համար, որովհետև նախ մարդիկ այդտեղ ավանդական մեր մշակաբույսերից փորձում են եւ անցում են կատարում արդեն նոր ավելի բարձրաժեք մշակաբույսերի աշխատանք, ավելի քիչ ջուր պահանջող ծրագիրը բազմաթիվ ուղղություններ ա ունեցել եւ սիրով այդ մասով էլ ինֆորմացիա կտրամադրենք։ Ես ուղղակի անընդունելի եմ համարում փոշիացնել ասելը, հատկապես որ մեր գործընկերներն էլ շատ աչալուրջ հետևել են եւ այդ աշխատանքը կատարել են։ Մյուս մասով դոնոր կազմակերպությունների մասով սիրով առաջարկ ընդունում եմ պարոն Դանիելյան, մենք սիրով կարող ենք ամբողջ ինֆորմացիան տրամադրել, թե երբևիցե ինչ ծրագրեր են իրականացվել, օրինակ մեր տարբեր մարզերում, անտառներին կամ բնության հատուկ պահպանվող տարածքներին կից տարածքներում եւ մյուս մասն էլ տրեյնինգի մասն էլ իհարկե ընդունելի է, բայց եթե կան Հայաստանում մարդիկ, որոնք աշխատանք չունեն, դուք որակեցիք որպես պարապ մարդիկ, բայց եթե աշխատանք չունեցող մարդ կա, ում ուսումը եւ հետաքրքրությունները համընկնում են էկոպարեկային ծառայության հետ, սիրով բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում, դիմեք եւ եկեք մասնակցեք եւ դարձրեք դա ձեր կոչումը պահպանել բնությունը։